Իսրայելի եւ Իրանի հակասությունները մերձավոր արևելքի աշխարհաքաղաքական քարտեզի վրա դարձել են դարաշրջանային։ Տասնամյակներ շարունակ այս հարաբերությունները բնութագրվել են փոխադարձ անվստահությամբ, սպառնալիքներով, սաբոտաժով եւ կիբերհարձակումներով։ 2025-ի հունիսին լարվածությունն անցել է բաց ռազմական բախման շեմը։ Ինչպես սկսվեց այս հակամարտությունը եւ ինչու է այն հենց հիմա վերածվում բաց ճակատամարտի։ Մինչև 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը Իրանը եւ Իսրայելը սերտ գործընկերներ էին, համագործակցելով վառելիքի, ռազմական եւ նույնիսկ հետախուզության ոլորտներում։ Սակայն Մոհամմեդ Ռեզա Փեհլևի շահի տապալումից հետո հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնին Իսրայելը հռչակեց իսլամի թշնամի, դրանով սկիզբ դնելով արդեն գրեթե կես դար շարունակվող ախոյանությանը։ 1980-ականներից սկսած Իրանը սկսել է ֆինանսավորել ու զինել Իսրայելի դեմ գործող խմբավորումներ Հեզբոլլահ, Համաս եւ այլք, ինչն Իսրայելի համար ստեղծել է մշտական սպառնալիք։ Հակամարտության առանցքում Իրանի միջուկային ծրագիրն է։ Թել Ավիվը վստահ է, որ Թեհրանը ձգտում է միջուկային զենքի, թեև Իրանը պնդում է դրա խաղաղ բնույթը։ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը 2018-ին էլ ավելի սրեց իրավիճակը։ Իսրայելը վերջին տասնամյակներին թիրախավորել է իրանցի գիտնականների, իրականացրել սաբոտաժներ, ինչին Իրանը պատասխանում էր կիբերհարձակումներով։ Տարածաշրջանային վերջին փոփոխությունները, Աբրահամյան համաձայնագրերը, Իրանի աճող ներկայությունը Սիրիայում, հութիների ու շիա խմբավորումների ակտիվացումը խորացրել են հակասությունները։ 2025-ին իրադարձությունները արագ թափ ստացան։ Մարտին Իրանը հայտարարեց 90% հարստացման մասին։ Ապրիլին Համասը հրթիռակոծեց Թել Ավիվը։ Մայիսին Իսրայելը ռմբակոծեց իրանական օբյեկտներ։ Թեհրանը պատասխանեց հարվածելով Գոլանի բարձունքներին եւ իսրայելական ռազմակայաններից մեկին։ Հունիսին սկսվեցին ինտենսիվ հրթիռակոծություններ, կիբերհարձակումներ, զորքերի մոբիլիզացիա։ Իսրայելը Իրանի միջուկային առաջընթացը տեսնում է որպես գոյաբանական սպառնալիք։ Իրանը իր հերթին տեսնում է պատեհ պահ տարածաշրջանային իր դիրքն ամրապնդելու համար։ 2025 թվականի հունիսի 13-ի դրությամբ իրավիճակը կարելի է անվանել բաց պատերազմ։ Թեպետ պաշտոնապես պատերազմ հայտարարած չէ, գործողություններն ինտենսիվ են եւ կա ներգրավման աճող ռիսկ տարածաշրջանային ու նույնիսկ գլոբալ մակարդակով։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։